Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք Fastex Premier League-ի Արարատ Արմենիա Urartu հանդիպման հետ խաղային մամուլի ասուլիսը գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանի հետ։ Սկզբում գլխավոր մարզիչը կխոսի հանդիպման մասին, որից հետո կարող եք ուղղել ձեր հարցերը։ Պարոն Արզումանյան, կարծիք խաղի մասին։ Մենք ամբողջ խաղը լավ հանդիպում անցկացրեցինք, երկրորդ խաղակեսը շատ ավելի լավ, քան առաջինում։ Առաջինում ունենք մոտեցումներ, բայց կարող ենք ավելի ռեալ դարձնենք այդ պահերը, բայց խաղում ենք շատ ուժեղ թիմի դեմ, լավ մարզչով, լավ ֆուտբոլով, անհատական լավ ֆուտբոլիստներով ու արժանի չենք պարտվելու, կարծում եմ, թե ինչքանով է խաղի հաշիվը համապատասխանում խաղին դժվար ասել, բայց իմ սուբյեկտիվ կարծիքով մենք խաղով գերազանցեցինք Արարատ Արմենիային այսօր, հատկապես երկրորդ խաղակեսում։ Երևի թե այդքանը։ Շնորհակալություն։ Արմեն։ Պարոն Արզումանյան, առաջին խաղակեսում թիմը լավ էր դուրս գալիս մոտսակցի պրեսինգի տակից հիմնականում, բայց արժեքություն բազմազանություն չկա եւ այդ պրեսինգից դուրս գալուց այդ երբեմն նաեւ քաղաքական առավելություն ունեն, թիմը չգիտեր ինչպես վարվել։ Ինչն է խնդիրը։ Չէ, թիմը գիտեր ինչպես վարվել, Արարատ Արմենիան էլ գիտեր ինչպես վարվել։ Ուժեղ պաշտպաններ ունեն, կարծում եմ խնդիրը ճիշտ եք նկատել, խնդիրը շտապողականությունն էր։ Մենք լավ դուրս ենք գալիս, բայց շտապողականությունը ենք դրսևորում վերջնական խաղի վերջին հատվածում, ինչ որ միտեղ ուշացում կամ ընդհակառակը արագ փոխանցում, կարելի էր ավելի համբերատար լինել, հենց որը որ մենք ընդմիջման ասացինք, որ ավելի համբերատար լինենք, արագ, բայց համբերատար, որը շտկեցինք կարծում եմ, ու կրկնեմ, Արարատ Արմենիան էլ ունի 3 կենտրոնական պաշտպաններ, որոնք մենապայքարներում լավ են, արագություն ունեն 3-ից 2-ը լավ, այսինքն նրանք էլ դժվարություն ստեղծեցին մեզ, շատ լավ ֆուտբոլիստներ, շատ լավ թիմ է, կրկնեմ, Արարատ Արմենիան, կարծում եմ այս պահին լավագույն թիմերն էին խաղում առաջնության այս պահին։ Շնորհակալություն։ Արմեն։ Պարոն Արզումանյան, նշեցիք մրցակցի 3 կենտրոնական պաշտպանում խաղի մասին, մի քանի խաղում իրենք այդ սխեմը գործել են, բայց նաև շատ խաղերում 4 պաշտպանում են խաղացել, դուք ավելի շատ ո՞ր սխեման եք սպասում մրցակցից։ Մենք միայն պատրաստվել ենք 3 կենտրոնականի, քանի որ նրանք 4-ի դեպքում էլ գրողում են 3-ով։ Լինում է Կարեն Մուրադյանն է, իջնում դառնում երրորդը կամ Բալանտան, բայց հիմնական Մուրադյանը։ Մենք միայն այս սխեմային էինք պատրաստվել։ Եթե խաղային 4 մենք խնդիր չունեինք, իսկ մեր հարձակումն էլ մենք ունենք մեր պրինցիպները ըստ այդ իրենց 5 պաշտպանի թե 4 պաշտպանի մեծ հաշվով այդքան էլ չէինք դրա վրա կենտրոնացել մեր խաղի վրա որոշ դետալներով։ Շնորհակալություն։ Այլ հարցեր, Արտյոմ։ Պարոն Արզումանյան, երկրորդ խաղակեսի սկզբնամասում դրվագերով երբ Կարմո Վարիսյանը հնարավոր ստանում երկրորդ դերերը ու պետք է ստանալ։ Անգամ բախտում չարժանվեց, ինչ կասեք դրվագի վերաբերյալ։ Երկրորդ դեղին Կարմիրով պետք է հեռանար, իմ կարծիքով եղավ հակառակը, Նարեկ Աղասյանը ստացավ դեղին։ Հիմա Նարեկ Աղասյանը պետք է բաց թողնի։ Շնորհակալություն։ Այլ հարցեր, Արտյոմ։ Դե կարելի է ասացիք նաև Urartu ու Արարատ Արմենիան լավագույն թիմերը առաջնության ներկայացին, այսօր խաղի մասին, Ալաշկերտի մասին։ Այսօր, այս պահին խաղով, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, Ալաշկերտն էլ միավորներով մինչ այդ վերջին խաղերը մի քիչ հոգնածություն նկատվում է, բայց կրկին շատ լավ ֆուտբոլ են խաղում, հոգնածությունը նորմալ է իրենց մոտ։ Ես այս պահին վերջի խաղերը հաշվի առնելով, ինչ թվում է իրավունք ունեմ գնահատել թե Արմենիային, թե առավել ևս մեր թիմին։ Շնորհակալություն։ Հարցեր, Արման։ Պարոն Արզումանյան, Միշելի խաղի մասին ինչ կասեք, նախորդ մրցաշրջանում էլ նա լավ խաղեր ունենում էր, բայց հիմա կարծես ամեն խաղում որոշիչ դեր է ունենում, ինչպես է գնահատում նրա ելույթները։ Թե առաջնության լավագույն ռմբարկու լինելն արդեն գնահատական ինքնին տալիս է, ավելացնում է նաև որոշ այլ խաղային որակներում, պաշտպանությունում, ոչ այդքան եւ ինչքան ցանկալի կլիներ, բայց ավելացնում է նա թե վտանգավորը կիսա եզերում, թե եզերում, թե մեկը մեկի դեմ, թե նաև արագությունները անում գոհեմ բնականաբար։ Շնորհակալություն։ Հարցեր, Արման։ Ժիրայր Մարաքյանի դիրքի մասին շատ փոխվում է խաղի ժամանակ հարձակման դեպքում։ Դուք թույլ տալիս եք, որ նա խաղի ընթացքում ըստ իրավիճակի կողմնորոշի որտեղ բացվել, թե նախապես հրամաններով։ Ես թույլ եմ տալիս ֆուտբոլիստներին որոշումներ կայացնեն ըստ այդ իրավիճակի, այլով մեր պրինցիպները, արդեն իրանք խաղի ընթացքում որոշում են, փորձում են որոշել լավագույն կայացնել լավագույն որոշումը, պահելով մեր խաղային պրինցիպները, որը ճիշտ եք նկատել,
երևի թե այդքան վատ չի ստացվում։ Շնորհակալություն։ Հարցեր, Արտյոմ։ Պարոն Արզումանյան, եղանակավատներում հայտնի է, որ հիմնականում Ուրարտուն հանձը լավ հանդես չի գալիս, սակայն հետագայում առաջնությունում միշտ հավաքում է մարզավիճակ ու լավ արդյունքներ են դրացում, նորից հայտնվում են եղանակավատներում, այս տարի Նեմանից թիմը դուրս մնաց, բայց անկեղծորեն Նեմանը հաստատ մեր առաջնության մակարդակի այնպես չէ, որ թոփ առաջին տեղում կլիներ հաստատ, բայց Ուրարտուն կարելի ասել երկու խաղերի արդյունքում խոշոր աշխով պարտվեց, բայց հիմա եկել առաջնությունը Ուրարտուն էլի թափ հավաքել ու արդեն չեմպիոնատ կապիտոսիա։ Ամեն պատմություն ուրույն պատմությունն ունի իր։ Ես ուղղակի շատ մեծ հարգանքով չեմ կարող հասկանալ, ինչ այսպես կներեք բարիս համաս հասկապել են հայկական մնացած լիքը թիմերը տարիների ընթացքով չեն կարողացել հաջողության հասնել են մի քանի թիմեր, այո, պետք է վերլուծենք, հասկանանք խնդիրը որն է, այդ պահին մենք խաղում էինք Նեմանի դեմ, որի առաջնության ընթացքի մեջ էր, Նեմանի ֆուտբոլիստները բոլորը փորձառու են, սրանց 2-3 տարի առաջ նույնպես հասել էին վերջին փուլերից մեկում միայն դուրս մնացին Ռայո Վալեկանոից, բայց դա չի ստորադասում այն խնդիրները, որը մենք պետք է լուծենք, ամեն տարի ավելի լավ պատրաստենք։ Ես չեմ վերագրում նրան, որ ես նոր եմ եկել։ Ես վերագրում եմ զուտ ֆուտբոլիստների խաղային պրակտիկայի բացակայությունը։ Մենք ընդամենը մեկ ընկերական խաղացինք Դինամո Թբիլիսիի դեմ, մեկ ընկերական մեզ օգնեց Շիրակը իրենց դեմ խաղացինք եւ վերջ։ Դա բացատրում դա պատճառաբանություն չի, իսկ ընդհակառակը որ մեզ հանդիպեր երևի թե եթեներով չի լինում, բայց այնպիսի թիմ, որը նույն պահին գտնվում էր նախ այդ հավաքների ընթացքում պատրաստում էր հնարավոր ուրիշ լիներ, կարող հնարավոր ավելի խոշոր պարտեինք։ Չգիտեմ, հիմա մենք առաջնությունում ենք, կենտրոնում ենք վաղվա մեր հանգստի վրա։ Անորոշման Էրիկ Փիրյանի մասին ուզեմ հարցնել, դուք որպես հավաքականի նախկին խաղացող ինչ աճ եք տեսնում նրա խաղում եւ արդյոք համաձայն եք, որ թեկուզ հավաքականում մեկ խաղը ֆուտբոլիստի կարող է շատ կտրուկ աճ։ Իհարկե։ Շատ մեծ, դա իրեն շատ շուտվանից գիտեմ, բայց հուլիս ամսին, որ ես եկա, ու հիմա շատ մեծ է տարբերությունը։ Ես փորձում եմ ֆուտբոլիստների նաև իր լավագույն դիրքը գտնեմ օպտիմալ այդ դիրքի առաջադրանքները տալ ֆուտբոլիստներին, որ ամենահարմարը լինի իրեն, իսկ Պիլոյանը հիմա գտնվում է մեծ պադիոմի այսպես ասած վրա հոգեբանական, խաղային եւ իր մոտ այդ դրա շնորհիվ հոգեբանության նաև տեխնիկական, տակտիկական, ֆիզիկական գործողություններն էլ ավելի լավ են ստացվում։ Ես հավաքական մեկնելուց առաջ իրեն ասացի, որ հավաքականի կարևորը որ ֆուտբոլիստը մտնի հայ երկրպագուի ընտանիքներ իր խաղով, իր պահվածքով, կարծում նա դա արել է։ Շնորհակալություն։ Այլ հարցեր, Արման։ Սերգեյ Մկրտչյանը մարզավիճակ է հավաքել լավ։ Դուք աշխատել եք նրա հետ մինչև այդ ծանր վնասվածքը, հիմա վնասվածքից հետո որքան է մոտ հիմա Մկրտչյանը մինչև վնասվածքը ունեցած մարզավիճակը։ Մոտենում է, բայց դեռ չի մոտեցել իր լավագույն մարզավիճակին։ Ընդհանրապես Սերգեյ Մկրտչյանի լիմիտը, չգիտեմ թե որտեղ է, շատ ավելի հեռուն կարող է գնալ, բայց այն խաղամակարդակին որ կար, կարծում եմ մոտենում է, բայց դեռ էլի ժամանակ պետք է չմոռանանք ծանր վնասվածքներ, խաղային պրակտիկայի բացակայություն, բայց լավ մարզավիճակում է։ Շնորհակալություն։ Պարոն Արզումանյան, քանի որ լիմիտ բառը ասացիք, դուք միակ մարզիչն եք, որ երկու լիմիտի արկայությամբ է աշխատում, այսինքն հիմնական լիմիտը եւ ԱՊԶ-ի նախագահի լիմիտը, որ ուրիշ հայկական ակումբի սան չի կարող Ուրարտուի գլխավոր թիմում խաղալ, այդ երկրորդ լիմիտի մասին ձեր կարծիքն է։ Չէ, մենք ունենք ֆուտբոլիստ Նիկոլաս Կալուկյանը, որ Ուրարտու ակադեմիայից չի։ Այդ լիմիտը ես ինքս եմ բնականաբար առաջին ընտրությունը կատարում մեր Ուրարտուի ակադեմիայից, այսինքն այդպես պետք է լինի, բայց ֆուտբոլը չես կարող ասել ինչ կլինի, իսկ մեր ռեգլամենտով խաղային լիմիտը ինձ դեռևս չի ճնշում, ոչ մի խաղից առաջ կամ ընթացքում չենք մտածել հայ բավական քանակի ունենք, թե ոչ, դեռ դա էլ չեմ զգում ու կուզենայի, որ չզգայինք ու բոլոր թիմերը չզգային։ Շնորհակալություն։ Այլ հարցեր։ Շնորհակալություն, պարոն։ Մերսի։